Բարև ձեզ, ձեզ հետ է առողջ որոշումը, բաժանորդագրվեք 168-ի YouTube-յան և Facebook-յան ալիքներին և եղեք իրազեկ։ Այսօր ես նորից խոսելու եմ Հայաստանի Հանրապետությունում դեղերի ապահովվածության մասին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է իր սահմանադրական պարտականությունների մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության բնակչությանը ապահովել համապատասխան, անհրաժեշտ, անվտանգ և փորձարկված փորձաքննություն անցած դեղորայքով։ Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի ասենք, որ դեղորայքային ապահովվածությունը այլևս խնդիր չէ, պետք է ունենա 8000-ից 10000 անվանում գրանցված դեղորայք, սակայն Հայաստանի Հանրապետությունում այս պահին կա խորը դեղորայքային դեֆիցիտ։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունում գրանցված է մոտավորապես 3630 անվանում դեղ, որոնցից առկան մոտավորապես 3000-ից 2800-ից 3000 է։ Սա խոսում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունում ունենք դեղերի դեֆիցիտ։ Դեղերի դեֆիցիտի և պահանջարկի բարձր քանակության արդյունքում ինչ է լինում, զարգանում է մաքսանենգությունը, բազմաթիվ, այսպես ասած, ներկրողներ և անհատներ ինչ են անում, Հայաստանի Հանրապետություն են բերում չգրանցված դեղեր և դեղերի գների շուկան ձևավորում են այդ մասնավոր անձիկ կամ ընկերությունները։ Հայաստանի Հանրապետությունը համարվում է ԵԱՏՄ անդամ։ ԵԱՏՄ դեղերի գրանցամատյանում գրանցված է 12500 դեղ։ 12500 դեղ ունեցող ԵԱՏՄ գրանցամատյանում Հայաստանի Հանրապետության ներկրվող այդ դեղերը արգելվում է։ Հայաստանի Հանրապետություն առողջապահության նախարարությունը ինչ է ասում։ Ասում է, կապ չունի, որ դեղերը գրանցված են ԵԱՏՄ-ում, անցել են բոլոր փորձաքննությունները, դուք Հայաստան ներկրելուց առաջ ներկրողներ ջան, պետք է անցնեք նորից գրանցման գործընթացը։ Ինչը իրենից ներկայացնում այդ գրանցման գործընթացը։ Գրանցման գործընթացի ժամանակ բազմաթիվ փաստաթղթեր են ուզում, իդեպ Հայաստանի Հանրապետությունում դեղերի փորձաքննություն չի իրականացնում, բացառապես լաբորատոր փորձաքննությունը բացառապես իրականացնում են փաստաթղթավորման, ուրեմն ուսումնասիրություն, դա տևում է ամիսներ, հաճախ տարիներ, 1 տարուց ավել, և ինչ են անում, այս փորձաքննությունները անելուց հետո վերջում պարզվում է, որ այդ դեղը Հայաստանի Հանրապետությունում չպետք է գրանցել, և ներկրողները, ինչպես նաև դեղորայքային ընկերությունները, որոնք ունեն ներկայացուցչություն Հայաստանում, այլևս հետաքրքրված չեն Հայաստանի Հանրապետությունում դեղեր գրանցելու համար։ Էլ չեմ ասում, որ միլիոններով գումարներ են վճարում պետբյուջե այդ փորձաքննության համար, սակայն արդյունքում, երբ որ մերժում են ստանում, ապա այդ գումարները դեղորայքային ընկերությունները կորցնում են, որի արդյունքում այլևս նրանց հետաքրքիր չի Հայաստանի շուկան և չեն գրանցում։ Դրան զուգահեռ ներմուծման համար փաստաթղթեր են ներկայացնում և պարզվում է, վերջերս են հայտնաբերել, որ Հայաստանի Հանրապետությունում զուգահեռ ներմուծման փաստաթղթերը կեղծված են ներկայացրել և փորձաքննություն կատարելուց հետո այդ մարդկանց տվել են թույլտվություն ներկրել այդ դեղորայքը։ Ներկրումից հետո դեղորայքային ընկերությունների ներկայացուցչություններն են հայտնաբերել, որ իրենց ներկայացրած դեղորայքը Հայաստանում ներմուծվել է կեղծ փորձաքննության արդյունքում, որի արդյունքում մենք հաճախ տեսնում ենք հրապարակումներ։ Վերջերս մենք ականատես եղանք մի, այսպես ասած, զավեշտալի իրավիճակի, երբ որ տեսչական մարմինը հայտարարեց մի շարք հայտնի դեղորայքների մասին և ասեց,
սիրելի պացիենտներ, սիրելի բուժառուներ, եթե դուք օգտագործում եք այս դեղերը, այս սերիաներով, ապա ուշադիր եղեք։ Դա չի համապատասխանում տարբեր որակական ցուցանիշներին եւ այդ դեղորայքը հորդորում ենք չխմել այդ սերիայի տուփերով դեղորայքը։ Խոսքը վերաբերում է շատ կարևոր դեղորայքների մասին։ Դրանցից էին L-թիրոքսինը, որը վահանաձև գեղձի հիպոթիրոզի համար, ախտահարման համար են խմում, կոնկորը եւ այդպես։ Եվ մեր քաղաքացիները, այսպես ասած, ահաբեկված չէին խմել այդ դեղերը, թափել էին, իրենց բժիշկներին ահազանգում էին, բազմաթիվ զանգեր ես ստացա եւ տարբեր, այսպես ասած, լարված իրավիճակ էր ստեղծվել, հիվանդները ասում էին, ուրեմն ես խմել եմ կեղծ դեղ, ուրեմն իմ առողջական վիճակը դրանից է վատացել եւ այլն։ Եվ օրեր անց, եթե չեմ սխալվում, 3 օր անց, առողջապահության նախարարությունը այս նույն դեղերի համար դնում է մեկ այլ հայտարարություն։ Հայտարարում է. հարգելի քաղաքացիներ, մի անհանգստացեք, այդ դեղերը, որ դուք խմում եք, պարզապես փաստաթղթաշրջանառության հետ կապված խնդիրներ են եղել, ուստի կարող եք այդ դեղերը խմել եւ ինչ է ստացվում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ստրեսի են ենթարկում երկու պետական կառույցներ, երկու պատասխանատու կառույցները եւ ոչ մեկը պատասխանատվություն չի կրում ապա տեղեկատվության համար, բնակիչներին ստրեսի ենթարկելու համար, բնակիչներին ֆինանսական կորուստների ենթարկելու համար։ Ահա այն ամենը, ինչը պետք է իմանալ մեր դեղորայքային շուկայի մասին։ Եվ այսպես, Հայաստանի Հանրապետությունում կա այսպես կոչված հատուկ դեղերի ցանկ։ Հատուկ դեղերի ցանկը իրենից օրենքի ուժով ներկայացնում է մի այնպիսի ցանկ, որի մեջ առկա դեղորայքները պարտադիր պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում։ Ուրեմն հատուկ դեղերի ցանկը 1135 անվանում են եւ այդ այսինքն 425 անվանում դեղեր են, որոնք ըստ դեղաձևերի եւ դոզաների դառնում է 1135 եւ համեմատելով պարզվել է, որ շուրջ 500 դեղը Հայաստանի Հանրապետությունում գրանցված չի, այսինքն 50%-ը գրանցված չի։ Երբ այդ մասին ես խոսեցի, որ սա արդեն ազգային անվտանգության խնդիր է, երբ պարտադիր ցանկում գտնվող դեղորայքի 50%-ը Հայաստանում գրանցված չի, առողջապահության նախարարությունը նամակ ուղարկեց ներկրողներին։ Այսպիսի բովանդակությամբ, որ դուք այդ դեղերի ցանկում գտնվող դեղերը կարող եք ներկրել առանց գրանցման մեր առողջապահության նախարարության թույլտվությամբ։ Մի կողմից լավ է, որ այսպես ասած գլխի ընկան, որ այդ դեղերը անհրաժեշտ են եւ պետք է լինեն Հայաստանի Հանրապետությունում, մյուս կողմից է վտանգավոր է։ Իսկ փորձաքննություն ինչի՞ չի արվելու այդ դեղերը։ Եվ այս խնդիրները, այսպես մատերի արանքով նայելով, մենք վնասում ենք մեր բնակիչների առողջությունը։ Եվ շատ հաճախ տարբեր տեղերում մենք տեսնում ենք, որ մեր դեղերի գները համեմատում են Վրաստանի հետ եւ տեսնում են, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ եւ տեսնում են դեղերի գների տարբերությունը։ Ապահովագրության շրջանակներում այսպիսի մի կետ են վերցրել մեր առողջապահության նախարարությունը, ասում են մենք դեղերի գները համեմատելու ենք Լեհաստանի, եթե չեմ սխալվում, Վրաստանի, ինչպես նաև մի 2-3 այլ երկրների դեղերի հետ։ Եվ այստեղ հարց է առաջանում, եթե մենք ԵԱՏՄ անդամ ենք, ապա ինչի ենք մենք թողնում այս ԵԱՏՄ-ի գրանցված դեղերի գները եւ համեմատում եվրոպական երկրների, Չեխիայի եւ այլի հետ։ Ուրեմն
Համեմատենք Վրաստանի հետ, որովհետև Հայաստանի Հանրապետության բնակիչները դարձել են Վրաստանի դեղագործական շուկան զարգացնող կոմպոնենտներից մեկը։ Վրաստանում հետաքրքիր մի, այսպես ասած, առողջապահական туриզմ է զարգացել։ Հայաստանի Հանրապետության բնակիչները հատուկ գնում են Վրաստան իրենց համար անհրաժեշտ դեղերը գնելու համար։ Ինչու՞, որովհետև ունենք գների տարբերություն։ Ես նայել եմ, համեմատել եմ պրայսերը եւ հիմա ասեմ, օրինակ, Hyperion Հայաստանի Հանրապետությունում 12000 դրամ է, Վրաստանում 8000 դրամ է։ Rozulip-ը Հայաստանի Հանրապետությունում 5100 դրամ է, Վրաստանում 1890 դրամ է։ Մերձինիլը Հայաստանի Հանրապետությունում 3210 դրամ է, Վրաստանում 1786 դրամ է, տվյալ օրով լարի կուրսով հաշված։ Եվ այսպես շարունակ, այսինքն արձանագրում ենք, որ 2-ից 3 անգամ Վրաստանում դեղերը էժան են։ Այո, Վրաստանում ավելացված արժեքի հարկ դեղորայքի վրա չկա, բայց եթե անգամ ավելացված արժեքի հարկով էլ այսպես ասած հաշվում ենք 2-ից 3 անգամ թանկ չի։ Ինչու՞, որովհետև Վրաստանում գրանցման ընթացակարգերի հեշտացում կա, որովհետև կողմնակի ներմուծում է կատարվում է կարգավորված, որովհետև ամենակարևորը այս երկրները Ռուսաստանը, Վրաստանը, ինչի՞ չէ համեմատում են Եվրոպայի հետ, իրանց օրենքում էլ դրել են Չեխիայի Հանրապետությունը եւ այլն, ունեն reference price հասկացությունը։ Ինչ է նշանակում reference price-ը։ Reference price-ը դա քո երկրի անվտանգության համար ստեղծված մի, այսպես ասած, գնացուցակ է, որով որ դու սահմանում ես այդ դեղորայքի, անհրաժեշտ դեղորայքի հստակ գները, որի արդյունքում ոչ ներկրողներն են կարողանում գերշահույթ հետապնդել այդ դեղորայքների հետ կապված, ոչ դեղատնային ցանցերն են կարողանում անել ինչ ուզում են, եւ դրա հետ կապված նաեւ մենք պետական բյուջեից չենք ունենում հավելյալ ծախսեր, այսինքն ապահովագրության շրջանակներում այս պայն տրվող դեղորայքը, որը որ ստանում են մեր բնակիչները, իրենք չեն կսկսեն առանց համավճարի գնումներ անելը։ Այս պահին ինչ է կատարվում։ Բնակիչը, որը որ ապահովագրության շրջանակներում կամ պետպատվերի շրջանակներում դեղատնից փորձում է ձեռք բերել իր դեղերը, դեղ է լինում, որ օրը 3 անգամ գին է փոխվում։ Եվ մեր քաղաքացիները հայտնվում են այսպես անհասկանալի եւ նյարդային իրավիճակում։ Եթե մի քանի օր առաջ այդ դեղի համար իրենք օրինակ վճարել էին 100 դրամ համավճար, հաջորդ անգամ գնում են համավճարի գինը դառնում է 300, 500, հաճախ ավելի շատ։ Եվ այս ամբողջ այս բարկությունը մեր հիվանդները, այսպես ասած, թափում են դեղատան աշխատողի վրա, բայց այստեղ դեղատան աշխատողի խնդիրը չէ։ Այստեղ այն է, որ պետական կարգավորում գնային քաղաքականության չլինելու արդյունքում ներկրողները եւ այլն արտադրողները ոնց ուզում են, ինչ գին ուզում են Հայաստանի Հանրապետությանը ներկայացնում են, որի արդյունքում բացառապես տուժվում է ով, տուժվում է Հայաստանի Հանրապետության բնակիչը։ Հայաստանի Հանրապետությունում դեղերի ոչ գրանցված դեղերի շուկան խայտառակ աճում է, մաքսանենք ճանապարհով մեծ քանակությամբ դեղեր են մտնում Հայաստանի Հանրապետություն եւ դեղատներում տեսչական մարմինը գնում է եւ կատարում է տարբեր տեսակի տուգանքներ։ Տեսչական մարմինը իրավասու է իր գործառույթների շրջանակներում եւ պարտավոր է կատարել, հայտնաբերել այդ չգրանցված դեղերը եւ կատարել տուգանքներ, բայց ինչ է առաջանում, երբ որ դեղատները հրաժարվեն այդ դեղերի վաճառքից, այդ դեղերը կվաճառվեն եւ վաճառվում են այլևս այլ ճանապարհներով, սոցցանցերով, տարբեր տեսակի, այսպես ասած, արդեն բժիշկների հետ տարբեր, այսպես ասած, հարաբերություններով։ Բժիշկները արդեն գիտեն ուռուցքաբանության դեղերը ովքեր են բերում եւ հիվանդին տալիս են հեռախոսի համարը, տալիս են դեղատան հասցեն, ասում են կգնաք, այս ինչ դեղատնից, այս ինչ տեղից կվերցնեք այդ դեղորայքը։
միգուցե ճիշտ է, որ դեղորայքում գոնե պահվում են համապատասխան պայմաններում այդ դեղերը։ Եվ այս մաքսանենգ ճանապարհվող բերվող դեղերը, եթե դեղատնային համակարգից էլ դուրս են գալիս, ապա հասկանալի չի հիվանդը ինչ դեղորայք է առնում եւ ինչի համար է առնում։ Եվ այս դեղորայքների մեջ կան շատ կարեւոր պրեպարատներ, որոնք որ հատուկ պահպանման պայմաններ ունեն։ Եվ հիվանդը դա գնելուց չի հասկանում այդ պայմանները պահպանված են, թե պահպանված չեն։ Եվ վերջերս մի շատ տարօրինակ գովազդ համացանցում ես տեսա եւ արձագանքեցի, որ մի դեղատան դիմաց մի այսպես ասած մուլյաժ էին ուրախ կանգնացրել, որը ձեռքով ցույց էր տալիս եւ վրան գրված էր, որ այստեղ վաճառվում են ուռուցքի համար, չարորակ ուռուցքների համար նախատեսված հակաուռուցքային այդ պրեպարատները։ Այսինքն սա երկրի առողջապահության բարձի թողության վերջին այսպես փուլն է, որովհետև այլևս ոչ թե կոմպլեքսավորվում են, որ իրենք չգրանցված դեղեր են վաճառում, այլ նաև գովազդում են փողոցում մուլյաժների միջոցով, որ դեղ փնտրողները շատ արագ գտնեն այն դեղատունը, այն մարդկանց, որոնք որ դրանով զբաղվում են։ Հետքը լրատվությունը մի այսպես փորձաքննություն էր կատարել եւ ուղիղ թաքնված տեսախցիկներով գնել էր տարբեր տեսակի չգրանցված դեղեր, այնպիսի դեղեր, որոնք որ կիրառվում են չարորակ նոյագոյացությունների բուժման համար եւ շատ կարեւոր է նրանց որակական եւ պահպանման հատկանիշները։ Եվ ամենակարևորը, երբ որ ես տեսչական մարմնին հարցում կատարեցի, որ հետքը կատարել է հետեւյալ այսպես լրագրողական ուսումնասիրությունը, ապա այնուհետև դուք որպես վարչական վարույթի հիմք դա ընդունելով ինչ եք կատարել, ինձ պատասխան եկավ, որ մենք գնացել ենք դեղերը այնտեղ չենք տեսել, այսինքն փաստը, երբ որ կամերաների թաքնված տեսախցիկով նկարվում է դեղի առկայությունը, դա հիմք չէ, դե բնականաբար այդ ռեպորտաժից հետո այդ դեղերը կհավաքվեին, սակայն այս ամեն ինչում եւ մաքսանենգության մոտիվատորը եւ զարտուղի ճանապարհով բերված եւ վաճառվող դեղերի պատճառը դա պետության կողմից չկարգավորված շուկան է, որի արդյունքում մենք ունենում ենք նմանատիպ խնդիրներ։ Ինչու չունենք Հայաստանի Հանրապետությունում ռեֆերենս պրայս, որը կլուծի բազմաթիվ հարցեր։ Մի քանի ամիս առաջ ինձ տեղեկացրեցին, որ աշխատում են դրա վրա, սակայն ապահովագրությունը այլևս իրողություն է դարել, բայց Հայաստանի Հանրապետությունում ապահովագրության անգամ շրջանակներում չստեղծվեց, չհաստատվեց այդ պրայսը, որը որ կբերեր դեղորայքային գների աճի զսպմանը։ Իսկ հիմա ինչ է կատարվում, տարբեր ճանապարհներով դեղորայքային ընկերությունները, ներկրողները, խոշոր ներկրողները կատարում են ինչ ուզում են գնային քաղաքականության առումով, որի արդյունքում մենք ունենալու ենք, որ մասնավոր անհատական դեղատները, որոնք որ 1-2 դեղատնային կրպակներ օրինակ ունեն ԱՁ-ներ, ՍՊ-ներ, որոնք աշխատացնում են, գնալով այս շուկայում չեն դիմանալու, նրանք գնալով փակվելու են եւ մնալու են միայն ցանցային դեղատներ, այսինքն պետությունը այնպեսի քաղաքականություն է վարում, որ դեղորայքային շուկան դառնա 2, 3, 4 ուրեմն ներկրողների բացառապես հսկողության տակ եւ այս դեպքում կոնկուրենցիա չի լինելու եւ մանր դեղատները, այսինքն ԱԶ-ները, ՍՊ-ները, որոնք ունեն 1 կամ 2 դեղատուն, այդ անհատները ուղղակի փակելու են իրենց դեղատները եւ այդ բիզնեսը կորցնելու են։ Ինչ պետք է անի պետությունը, պարտադիր պետք է իրականացնի օրենսդրական փոփոխություններ, դեղերի գրանցման վերանայում, մենք այս վերջերս տեսանք մի այսպես գովազդ, երբ որ երկրի վարչապետը գնացել էր դեղերի փորձաքննության կենտրոն, այսպես ցույց էին տալիս վերանորոգված այդ կենտրոնը, սակայն այդ կենտրոնում մասնագետների եւ աշխատակիցների քանակը
շատ քիչ է, որի արդյունքում ամիսներով, երբեմն տարուց ավել, գրանցման գործընթաց է գնում դեղի։ Այդ մարդիկ այդ քիչ ստաֆը չի հասցնում այդ փորձաքննությունները կատարի, եւ դրա մեջ մենք կորցնում ենք նաեւ որակը։ Եվ ապահովել անհրաժեշտ դեղերի ամբողջական գրանցումը, եւ պետք է գրանցման գործընթացների վերանայում լինի։ Գրանցման գործընթացների ժամանակ պետք է հասկանալ ինչ փաստաթղթեր են ուզում եւ պարտադիր պետքա վերանայել ԵԱՏՄ-ի գրանցամատյանում գտնվող դեղերի ներկրման հարցը։ Հակառակ դեպքում չգրանցված դեղերի շրջանառությունը ոչ միայն չի նվազի, այլ շարունակելու է աճել, վտանգելով մեր երկրի քաղաքացիների կյանքը եւ առողջությունը։ Սրանք հարցեր են, որոնց մասին պետք է մտածել, որովհետեւ դեղորայքային ապահովվածությունը դա ազգային անվտանգության խնդիր է։ Իսկ այս մեթոդներով մենք օր-օրի լուրջ խնդիրներ ենք առաջացնում դեղորայքային շուկայի հետ կապված։ Ինչևէ, առողջապահության նախարարությանը կպատրաստվի համապատասխան առաջարկներ եւ գրություններ, որի արդյունքում մենք կհասկանանք, թե ինչպես կարելի է լուծել այս խնդիրը։ Բաժանորդագրվեք 168-ի YouTube-յան եւ Facebook-յան ալիքներին եւ եղեք իրազեկ։ Շնորհակալ եմ։